Ինչ 300,000 ադրբեջանցի։ Հասկանում եք, ստեղ բայց խնդիրն է, չի խնդիրն է նա, որ մենք փակել ենք թեման, իրանք բացում են։ Մենք փակել ենք թեման, իրանք բացում են։ Մենք ասել ենք չկա փախստականների վերադարձի process, որտեղ դա նշանակում է կոնֆլիկտի վերսկսում։ Մենք միլիոններ ենք ծախսում, միլիարդներ ենք ծախսում։ Ղարաբաղից տեղանված մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանում տնավորելու համար ընդդիմությունը չի թողում, որ այդ մարդիկ տուն նստեն, որովհետեւ ուզում են նրանց պահի պանդուխտի կարգավիճակում, գաղթականի պատկերացրեք այդ վիճակը, որ դուք չգիտեք ստեղ եք ապրելու, թե ստեղ չեք ապրելու։ Ես անդադ այդ օրինակն եմ բերում, կանգառի վիճակը եւ հանգրվանի տան վիճակը։ Կանգառի վիճակում մարդը չի կարում կենտրոնանա որևէ բանի վրա, ոչ կերածնա կերած, որտեղ պետք է ճամփի վրա է, պետք է շուտ արեք, շուտ գնում ենք, ոչ քնածնա քնած, ոչ նստած, ոչ հանգստացա, որովհետև անընդհատ այդ ժամանակի չհերիքելու որ ուշանում ես ինչ որ մի տեղից։ Եվ հիմա ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցություն չի թողում, որ Ղարաբաղի ժողովուրդը տնավորվի, որովհետև հոգեբանական տնավորվելը շատ կարևոր է։ Եվ սա կարևոր է Հայաստանի համար, որովհետև այսօրվա Հայաստանում լիքը մարդիկ կան, լիքը, որոնց նախնիները եկել են Ղարսից, եկել են Մուշից, եկել են բանից, Վանից եւ այլն։ Բայց այդ չպետք է նշանակի, որ Հայաստանը մեր տունը չի, այլ կանգառ է։ Մենք ոչ թե Վան վերադառնալու process-ում ենք, մենք Հայաստանում տնավորվելու process-ում ենք, Հայաստանում։ Եվ մենք պետք է հասկանանք մի բան, որ Վանը Երևանից տարբերվում է մի շատ էական բանով։ Երևանը պետություն է, պետության մայրաքաղաք է։ Եվ հայրենիքը պետությունն է, որովհետև եթե հայրենիքը քո պետությունը չի, ուրեմն դա մեկ ուրիշի հայրենիք էլ է։ Հասկանում եք։ Այսօր Հայաստանը ինչի է մեր Հայաստանի Հանրապետությունը, ինչի է մեր հայրենիքը, որովհետև մեր պետությունն է։ Եթե մեր պետությունը մեր հայրենիքը չի, ուրեմն առնվազն ուրիշների հայրենիքն է, ում պետությունն է, նրա էլ հայրենիքն է։ Ում պետությունն է, նրա էլ հայրենիքն է։ Եվ այս սրա մասին է այսօրվա խոսքը, այս քաղաքական process-ը սրա մասին է։ Եվ այսօր ինչ են ասում, այդ մարդիկ մենք հազիվ կոնֆլիկտի թակարդից դուրս ենք եկել ժողովուրդ, հազիվ դուրս ենք եկել կոնֆլիկտի թակարդից, այդ մարդիկ մեզ վերադարձնում են կոնֆլիկտի թակարդ։ ԲՀԿ ղեկավարն ասում է փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, այդ ինչ քարտեզ նկատի ունեն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի քարտեզը։ Շատ լավ, ծովից ծով Հայաստան։ Ո՞վ է հետ բերելու։ Ո՞վ է պայքարելու ծովից ծով Հայաստան։ Ծառուկյանի տղեն։ Ծառուկյանի տղեն է պայքարելու։ Ես ասում եմ, իրանք ողջ ազգուտակով ցեղով Սահմանի պաշտպանության համար մի կրակոց չեն արձակել, մի կրակոց չեն արձակել, բայց այդ մարդիկ տասնյակ եւ հարյուրավոր կրակոցներ են արձակել Երևանում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում։ Նրանց համար ծովից ծով Հայաստանը գիտեք որն է, որ մարդկանց մտովի ուղարկեն Հայաստանից դուրս, իրանք Հայաստանի ներսում բեսպրեդել անեն։ Ժողովուրդը հետո գնացել են պոլիտիկա, թեքել են մեր երեսին, դոդի գարտո երեսին, ինչ ֆորմայով իմ երեսին թեքել են, ինչա կանգնած նայելի աղջիկերիկ են ասում, սեր աղջիկի կամակին են նայում, եդի նվատակամով, սովետական։ Շատ լավ, շատ լավ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է 29743 կիլոմետրով պետքա կարծում եմ պետքա չսահմանափակվենք։ Շատ լավ։ Ինչ է դա նշանակում, բա ինչով պետքա սահմանափակվենք։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ասում է խաղաղությունը պետքա վերանայենք, վերաբանակցենք։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ ուղիղ հետ է տանում կոնֆլիկտի թակարդի մեջ։
Այսօր մենք ազատվել ենք կոնֆլիկտից եւ այսօր մենք վերադարձել ենք տուն։ Մենք ասում ենք Հայաստանի ժողովուրդ, հայ ժողովուրդ, հայրենիք փնտրելու կարիք չկա, պանդուխտի վիճակում դեգերելու կարիք չկա, որովհետեւ մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը, մեր ավետյաց երկիրը եւ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։